Քաղաք Արտաշատ գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում Երևանից 30 կիլոմետր հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի 4-րդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու, Նախիջևան-Թավրիզ երկաթուղու եւ Գորի-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես առաջին արքայի կողմից մեր թվարկությունից առաջ 176 թվականին եւ ծառայել է որպես մեծ հայքի մայրաքաղաք մեր թվարկությունից առաջ 185-ից մինչև մեր թվարկության 120 թվականները։ Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի մոտ 29000 բնակչություն եւ գտնվում է 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։ Արտաշես առաջինը մեր թվարկությունից առաջ 189 թվականին իրեն հռչակելով մեծ հայքի թագավոր ձեռնամուխ եղավ հայկական հողերի միավորմանը։ Այն ժամանակ մեծ հայքից բացի կային եւս 3 հայկական թագավորություններ՝ Կոմագենեի, Ծոպքի եւ Փոքր հայքի, որոնք բոլորն էլ միաժամանակ հռչակվեցին անկախ։ Արտաշեսին հաջողվեց մեծապես ընդարձակել երկիրը, դուրս գալ Սև եւ Կասպից ծովերի ափերը, բայց միասնական հայկական պետություն նրան վիճակված չէր ստեղծել։ Այն իրագործեց նրա թոռը Տիգրան Մեծը։ Արտաշեսը հայ ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական եւ ռազմական ամենախոշոր գործիչներից էր։ Նրա բարեփոխումների արդյունքն էր նաեւ նոր մայրաքաղաքի Արտաշատի հիմնադրումը։ Մասնագետների կարծիքով դժվար է ասել, թե երբ է դրվել քաղաքի առաջին քարը։ Ենթադրվում են տարբեր թվականներ։ Մեր թվարկությունից առաջ 189, 185, 166 թվականներ եւ այլն։ Նախընտրելին թերևս 185 թվականն է։ Ինչպես վկայում են օտարերկրյա պատմիչները, քաղաքի կառուցման վայրը ընտրել է հին աշխարհի նշանավոր զորավարներից մեկը՝ Կարթագենցի Հանիբալը, իսկ նա Արտաշեսի մոտ կարող էր հռոմեացիներից ապաստանել հենց այդ թվականներին։ Ըստ Պլուտարքոսի, Հանիբալը բազմաթիվ օգտավետ գործերով խորհրդատու լինելով Արտաշեսին եւ նկատելով չօգտագործված եւ անտեսված հարմարագույն եւ խիստ հաճելի մի վայր, տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծը։ Տեղանքը հիրավի հոյակապ էր ընտրված։ Վեհապար Արարատին ակնդետ բլուրները, որը լքված բնակատեղի էին երկրի մայրաքաղաք լինելու ամենագեղատեսիլ վայրն էր։ Հայկական Կարթագենը, ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, ունեցել է միասնական հատակագիծ, լինելով ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկը։ Նկարագրելով Արտաշատի հիմնադրումը, պատմահայր Մովսես Խորենացին նշում է, որ Արտաշատը գտնվում էր այն տեղում, որտեղ Արաքսը եւ Սև ջուրը խառնվում են, եւ այնտեղ Արտաշեսը բլուրը հավանելով քաղաք է շինում եւ իր անունով կոչում Արտաշատ։ Ուստի առանց դժվարության այնտեղ կանգնեցնում է մեհյան։ Բագարանից այնտեղ են փոխադրվում Արտեմիսի արձանը եւ բոլոր հայրենական կուռքերը։ Խորվիրապի բլուրների մակերեսային պեղումներից հայտնաբերվել են հազարավոր նետասլաքներ, որոնք վկայում են, որ քաղաքի համար մղվել են արյունահեղ մարտեր։ Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական եւ արհեստագործական կենտրոն էր։ Գտնվելով միջազգային առևտրական ուղիների կիզակետում, քաղաքն ապրանքներ էր ներմուծում Հնդկաստանից եւ Ցեյլոնից, միջերկրականի ափամերձ երկրներից իր հերթին արտահանելով բազմահմուտ արհեստավորների ձեռակերտները։ Արտաշատով էր անցնում հռչակավոր Մետաքսի ուղին, որով Հնդկաստանից, Չինաստանից եւ արևելքի այլ երկրներից առևտրականները կտրելով երկար ճանապարհ ներմուծում էին բրինձ եւ համեմունքներ, փղոսկր եւ սև փայտ, բամբակ եւ բամբակյա գործված քեղեն, պերջանքի առարկաներ։ Արտաշատից էլ այլ երկրներ էին արտահանվում հացահատիկ եւ գինի, կապար, պղինձ, անակ, ոսկեթել եւ ոսկեկար շորեր, ոսկյա եւ արծաթյա սպասքեղեն, գեղարվեստական իրեր, բուրդ, կաշի, ձիեր եւ ջորիներ։ Հելենիստական դարաշրջանում Հայաստանում հաշվում էր մոտավորապես 50 արհեստ։ Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ գործոց տներ, որոնցում պատրաստված զենքերն ու զրահները, շքեղ կահկարասին եւ պերջանքի առարկաները, բրուտագործական եւ մետաղագործական արտադրանքը ողողել էին քաղաքի շուկան, ունեին մեծ պահանջարկ նաեւ հեռավոր երկրներում։
Արտաշատում էր մշակվում որդան կարմիր ներկը, որը մեծ պահանջարկ ուներ հին աշխարհում։ Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում ճշտել Արտաշատ քաղաքի տեղը։ Կես դար էլ պիտի անցներ, որպեսզի տեղանքում սկսվեին հնագիտական աշխատանքները։ 1967 թվականին Արտաշատ հին քաղաքի մոտ փոքր Վեդի գյուղի ծայրին հայտնաբերված լատիներեն արձանագրությունները առիթ ծառայեցին ավելի հանգամանորեն ծանոթանալու Արտաշատի տեղանքին, մասամբ էլ մղվեցին շուտով ձեռնարկելու հին Հայաստանի փառաբանված մայրաքաղաքի պեղումները, որոնք սկսվեցին 1970 թվականին Հայկական գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ջանքերով։ 1970 թվականներին հնագետներ Առաքելյանի, Տիրացյանի և Խաչատրյանի գլխավորությամբ սկսվեցին հնագիտական պեղումներ Խորվիրապ վանական համալիրի մոտակա բլուրներում, որը նոր էջ բացեց հայոց Կարթագենի Արտաշատի պատմության մեջ։ 5-րդ դարի երկրորդ կեսից Արտաշատն արդեն գյուղաքաղաք էր, իսկ հաջորդ դարում հիշվում է որպես դաստակերտ։ Քաղաքի անկման հիմնական պատճառը կապված է Մեծամոր գետի հունի փոփոխման հետ։ Այս շրջանում քաղաքի մերձակայքում Մեծամորի հունի փոփոխման հետ կապված ճահիճներ էին գոյացել, որոնք գարշահոտություն էին տարածում։ Այդ պատճառով էլ հայոց Խոսրով II արքայի օրոք արքունիքն Արտաշատից տեղափոխվեց Դվին։ Պարսից Շապու II-ի արշավանքները և Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ևս որոշակի դեր կատարեցին Արտաշատի անկման գործում։ Եվ այսպես վերանում է Արտաշատը պատմության ասպարեզից, թաղվելով Արարատյան բարեբեր հողի տակ, մնալով անմռունչ շուրջ 15 դար։ Միայն 1950-ական թվականներին հայտնաբերվեցին նրա մասունքները, իսկ 1970-ական թվականներին սկսվեցին նրա պեղումներն ու ուսումնասիրությունները։ Հուշարձանների ներկա վիճակը Արտաշատ պատմահնագիտական արգելավայրը գտնվում է Արարատի շրջանի Լուսարատ գյուղի մոտ։ Այն տարածվում է 12 բլուրների վրա և հարթավայրային տարածքներում, որը գրավում է մոտ 500 հեկտար տարածք։ Այժմ քաղաքն ունի մոտ 22,5 քառակուսի կիլոմետր տարածք, բաղկացած է 4 թաղամասերից։ Քաղաքն ունի 6 դպրոց, որոնցից մեկը ավագ է, իսկ 5-ը միջնակարգ, գործում է 7 պետական մանկապարտեզ, սակայն կան նաև մասնավոր հաստատություններ։ Նախկինում գործել է համալսարան։ Քաղաքում գործում է մարզադպրոց և մարզադպրոցին կից ֆուտբոլային խաղադաշտ, որը տեղավորում է մոտ 3000 հանդիսական։ Քաղաքի զարդն է համարվում տեղի Արտաշատի Ամող Խարազյանի անվան պետական թատրոնը, որը տեղավորում է 500-ից ավելի հանդիսական։ Այստեղ գործում է նաև մշակույթի տուն։ Քաղաքում է գտնվում նաև Արարատի մարզային հիվանդանոցը, ինչպես նաև քաղաքային պոլիկլինիկան։ 2023 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը Արտաշատ հնագույն մայրաքաղաքի տարածքում պատմամշակութային արգելոցի ստեղծման մասին որոշում է ընդունել։